Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղից։ Այսօր մարտի 14-ն է 2026 թվական։ Ճանաչողական այցով գտնվում ենք Արմավիրի մարզում Հայաստանի Շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ այցելություններ ունեցանք, դրա մասին փորձել եմ նաև ռիլսերով անդրադառնալ։ Հիմա ընտրությունների հետ կապված թեմային, եթե ժամանակ մնա ավելի ուշ կանդրադառնամ, իսկ հիմա մենք նայենք օրվա իրադարձությունները, գիտեք ինչքան է զբաղված ենք, ինչպիսի այցել լինի, ես պետք է փորձեմ անպայման օրվա իրադարձություններին ծանոթանալ, իսկ ծանոթանալուց հետո պարտադիր ձեզ հետ կիսվել։ Դա դարձել է իմ առօրյայի ուղղակի անբաժանելի մասը։ Իրանի իշխանությունների ներկայացուցիչ Մովսեր Ռեզային հայտարարել է, Իրանը պատրաստ է պատերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում։ Պատերազմի ավարտը մեր ձեռքբերումն է։ Մենք պատերազմի դադարեցման հարցը կդիտարկենք միայն այն ժամանակ, երբ նախ Միացյալ Նահանգներից ստանանք մեր բոլոր կորուստների ամբողջական փոխհատուցումը եւ երկրորդ ստանանք ապագայի 100%-անոց երաշխիք, ինչն անհնար է առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի դուրս բերման։ Իհարկե, եթե Դոնալդ Թրամփը համարում է, որ սա է բանակցության առաջարկ, պարզա, որ դա այդպես չի, որովհետև իրանցիները այնպիսի պայման են դնում, որը անիրագործելի է։ Եթե անիրագործելի է, այսինքն ասում են պատրաստ ենք խոսել, բայց սա մեր պայմանն է։ Սա նշանակում է, որ մենք պատրաստ չենք գնալ համաձայնության, այսինքն պատերազմը շարունակվելու է։ Իսկ դա բարդացնում է մեզ համար խնդիրը, մենք գիտենք, որ բացի այն, որ Իրանը մեր հարևանն է եւ մենք իր այդ խնդրեմ չունենք, բայց մենք խնդրեմ կունենանք, եթե ինքն է աշխարհի այդ խնդրեմ ունենում, գիտենք, որ մեզ համար շատ բարդ իրավիճակ է, որովհետեւ գործող իշխանության հետ մեր իշխանության մոտ հարաբերությունը կարող ենք ասել, դե հարևան է, բա ինչ անենք։ Բայց միևնույն ժամանակ այդ գործող իշխանությունը մարդկանց, ասենք, ցուցարարներին դնում գնդակահարում, մարդկանց տասնյակ հազարավոր մարդկանց բանտեր են լցնում, եւ այս դեպքում շատ դժվար է ուղակի ողջունել կամ ինչ որ բաներ խոսել։ Այսինքն դա է ստիպում, որ նաեւ ինչ որ միտեղ, այո, пассив դիրք ունենալ կամ ակտիվ չեզոք լինել։ Իսկ առավել եւս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պլաններ կազմել եւ այդ պլանները պայմանավորված լինի մեր տարածաշրջանում Իրանի հետ Ամերիկայի հարաբերությամբ, դա նույնպես մեզ համար դժվարեցնում է խնդիրը, առավել եւս Նիկոլ Փաշինյանը հստակ ասեց, թե տրիպի հետ կապված ինչ իմաստ ունի հիմա քննարկենք, որովհետեւ Ամերիկայի գլուխը խառն է, նրա շատ պետքն է, որ զբաղվի Թրամփի ուղիով, բա դրա հետ կապված ինչ պլաններ էր կազմած։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանում իրադարձությունները մենք հետևում ենք ավելի լուրջ հետաքրքրությամբ, քան անգամ Իրանը, որովհետև Իրանը համենայն դեպս չի վերանա որպես պետություն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում, բայց մենք խնդիր կունենանք չկարողանալով բալանսավորել Ամերիկայի եւ Իրանի հետ կապված հարաբերությունները մեր տարածքում, առավել եւս թվում է թե դե մեզ ինչ իրանք ինչ են անում, բայց եթե մեզ ինչ, բա Սյունիքով ճանապարհը մեզ ինչ, բա դրանով չէր պայմանավորված Ամերիկայի հետ հարաբերությունները։ Իսկ դրան արձագանքել է Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. ամերիկյան զինուժը լուրջ հաջողություններ է գրանցել, սակայն լրատվամիջոցները միտումնավոր լռում են այդ մասին։ Դե լրատվամիջոցները լռում են, Դոնալդ Թրամփն էլ ամեն օր խոսում է, ճոխ-ճոխ ներկայացնում, դե այդ մարդիկ ինչ ասեն։ Կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները ատում են զեկուցել այն մասին, թե որքան լավ է գործել Միացյալ Նահանգների զինուժն Իրանի դեմ, որը լիովին պարտված է եւ գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի։ Այսինքն եթե գործարքը այդ վերևի ասածն է, նշանակում է դա գործարք չի, դա ավելի շուտ գործարքը մերժել է։ Հիմա դա նշանակում է նորից իրավիճակը լարել։ Իսկ բայց մի հատ հարց կա, որը ուղղակիորեն առնչվում է նաև մեզ, թվում է սա Եվրոպային է առնչվում, բայց ուղղակիորեն նաև առնչվում է մեզ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Եվրամիության եւս 7 երկրների առաջնորդներ պահանջել են ուսումնասիրել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասնակիցների Եվրոպական միություն մուտքի արգելքի հնարավորությունը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային ուղված նամակում նրանք պնդել են, թե հատուկ ռազմական գործողության մարտիկների հնարավոր գտնվելը Շենգենյան գոտում լուրջ ռիսկեր է ներկայացնում ներքին անվտանգության համար։ Նամակը մերձից բացի ստորագրել են Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, այսինքն Ռուսաստանի սահմանակիցների մասին է խոսքը, եթե Ռուսաստանին Լատվիան
Լիտվա, Էստոնիա, այնտեղ երկուսը սահմանակիցն են, մեկը դե Կալինինգրադին է սահմանակից, էլի այն դեպքում Ռուսաստանին է սահմանակից։ Այսինքն Ռուսաստանի սահմանակից պետությունները Ռումինիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ռուսաստանի սահմանակից Ֆինլանդիա եւ Շվեդիա։ Շվեդիան էլ, որ ասում եմ սահմանակից, նկատի ունեմ Բալտիկ ծովի մյուս ափը, ծովային սահման է, որը Ռուսաստանի համար պակաս վտանգավոր դիրքում չէ։ Այսինքն ինչի համար եմ ես ասում, հատուկ ռազմական գործողությունների մարտիկների մուտքը Եվրոպա արգելելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը, այսինքն արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ինչու եմ սա ասում, սա հատուկ վերաբերվում է նաև մեզ։ Երևի տասնյակ անգամ ես այս թեմային անդրադարձել եմ, ոչ միայն այս ձևաչափով, այլև հետ որ ինձ հրավիրել են հարցազրույցների, որ հատուկ ռազմական գործողությանը մասնակիցները, որոնք գալու են Ռուսաստան, գալու են, փող են փնտրելու, այդ փողը չգտան, Ռուսաստանը չի ցանկանում, որ նրանք կան երկրում անկայունություն առաջացնեն, նրանց դուրս են անելու, ձև են գտնելու, ասեն վերկացեք, գնացեք այստեղից, գնացեք որևէ ուրիշ երկիր, եւ ինչ են անելու, գնալու են այդ ուրիշ երկիրը, ինչ պարզեցված ձևով են Ռուսաստանից գալիս Հայաստան։ Չենք խոսել այդ մասին։ Նրանք, ովքեր իմ խոսքին հետևում են, չեն հիշում այդ մասին, որ ասել եմ հարգելիներս, ցանկացած առիթով մարդիկ, որոնք փողով գնացել են կռվելու, մարդ սպանելու, մարդ, որը այլ տարբերակ տունը պահելու չի գտել, մարդ, որը ասել է գնում աշխատանքի տեղավորման բյուրո, որը կոչվում է զինկոմիսարիատ, ասեմ, եթե ես այսքան մարդ սպանեմ, ինձ նաև պարգևավճար կտակ, չէ, իսկ եթե բախտս բերի ինձ սպանեն, տնեցիներին այսքան փող կտակ։ Այդ մարդն է գնացել Ուկրաինա, այդ մարդը հետ է եկել երկիր, այդ մարդը գալով երկիր, նա աշխատանք չի գտնելու, արյունն աչքերը կոխած փող է ման գալու, եւ այս պարագայում ինչ է ստացվելու, բա որ նրանց հանկարծ փողը տան եւ ուղարկեն Հայաստան, ուղարկեն ասեն գնացեք Հայաստանը ապակայունացնեք, ինչ են կանելու ժողովուրդ ջան։ Խոսքը մենակ չի վերաբերում, որ Ռուսաստանից կարող է փողը տան, կան Հայաստանում քվեարկեն։ Ռուսաստանից որ փողը տան ուղարկեն Հայաստանում քվեարկել, հեչ պարզ չի թե նրանք կգան եւ հոգուտում քվեարկեն։ Կարող է նրանք այն մեկից փողը վերցնեն ասեն այ հիմար, քու կարծիքով մենք գնալու ենք քեզ ձայն տանք, մենք գնալու ենք իմ ուզածին ձայն տանք։ Մարդիկ Ռուսաստանում ապրելով լավ էլ հետևում են Հայաստանի իրադարձություններին։ Այնպիսի քանակությամբ մարդ է իմ YouTube-յան ալիքը նայում, որոնք լավ էլ տեղեկացված են, ասում մենք բավոդ դեղից իմանանք իրականում ինչա կատարվում։ Մենք գիտենք մեր ալիքները ինչ են ցույց տալի։ Այսինքն ես չեմ խոսում նրա մասին, որ օրենքով մարդը կարող է գտնվելով Ռուսաստանում, լինելով Հայաստանի քաղաքացի, վերկենագա քվեարկի։ Ռուսաստանից է գգա, Եվրոպայից էլ, Ամերիկայից էլ։ Մենք որևէ իրավունք էլ չունենք այդ մարդուն ասելու, ինչ գործ ունես որ գաս ու քվեարկես։ Ես չեմ խոսում դրա մասին, ես խոսում եմ զբոսաշրջիկի անվան տակ, խոսում եմ նրա մասին, որ կարող է գան Հայաստան եւ մասնակցեն ապակայունացմանը, եթե նրանց տրվի նաեւ փող։ Իսկ նրանք ուրիշ փող աշխատելու ձև չգիտեն, բացի մարդ սպանել, բացի ապակայունացնել։ Եթե 7 եվրոպական երկիր գումարած Գերմանիան վտանգ է տեսնում, որ հատուկ ռազմական գործողության մասնակցած մարդը մտնի Եվրոպա, Եվրոպայի անվտանգային համակարգը դուք պատկերացնում եք, հաստատ Հայաստանից ավելի հզոր է։ Գերմանիայի պես երկիրը անհանգիստ է, որ Ուկրաինայում կռված մարդը Գերմանիա չմտնի, դա համարում ազգային անվտանգության խնդիր։ Մերոնք ինչով են զբաղված։ Քանի անգամ ենք այդ մասին ասել։ Ով որ մտավ, հետևեք, եթե նա պարզեցված մտավ Հայաստան, բայց նաև ուզենա ստեղից գնա Ռուսաստան, նաև ունենա Հայաստանի երկխաղացիություն, Հայաստանի անձնագիր, այնտեղ պարզեցին, որ նա հատուկ ռազմական գործողությանը մասնակցել է, մենք լուրջ խնդրեմ ենք ունենալու։ Մենք հիմա ցանկանում ենք Եվրոպայի վիզաների ազատականացման հարց լուծենք, որը արագ չի լուծվելու։ Նախընտրական քարոզչություն է, տեսեք, մենք անում ենք, դա տարիներ է տևելու, բայց նրանք թույլ չեն տալու մեզ, մենք ազատ վիզայի հնարավորություն ունենանք, եթե մենք Ռուսաստանի հետ այսպիսի ազատ շփում ունենք, փակելու են դա, թույլ չեն տալու։ Եթե նույնիսկ գանք դրան հասնենք, մեր առաջ պայման են դնելու, չխստացրեցիք Ռուսաստանից ներհոսքը, մենք թույլ չենք պարզեցնի Եվրոպայի հետ շփումը։
մի պարզ բան, անպայման պետք է եվրոպական 8 երկիր, այդ թվում Գերմանիայի պես երկիրը ազգային անվտանգությունից խոսի, որ նոր հասկանանք, որ դա մեզ համար ազգային անվտանգության խնդիր է։ Հենց այս երկասկի բան եմ ասում են Կիկոսի մահից եք խոսում։ Չէ, Կիկոսի մահից չեն խոսում։ Կիկոսը իրականում չի եղել։ Հնարովի կերպար էր։ Հայաստանը իրական պետություն է։ Հայաստանի մասին է խոսքը, հավանական ռիսկերը գնահատելու, ռիսկերը կառավարելու մասին է խոսքը։ Այսինքն անպայման պետք է մտահոգությունը Գերմանիայից լսեք, որ նոր հասկանաք, որ Եվրամիության չինովնիկները այս հարցին անդրադառնում են, մտահոգություն են հայտնում, լա տեսեք ինչ տրամաչափի չինովնիկներ են այդ մտահոգությունը հայտնում։ Իրանի ռազմական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին հայտարարել է. Ի պատասխան ԱՄՆ ահաբեկիչ նախագահի հայտարարությունների մենք հայտարարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նավթային, տնտեսական եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում, ինչպես նախկինում զգուշացրել էինք, հենց նույն պահին ողջ տարածաշրջանի այն նավթային ընկերություններին պատկանող նավթային, տնտեսական եւ էներգետիկ ողջ ենթակառուցվածքը ոչնչացում, որոնցում ԱՄՆ-ն ունի իր մասնաբաժինը կամ որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ կոչնչացվի եւ կվերածվի մոխրի կույտի։ Ավելի վաղ շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածել իրանական Խարկ կղզու նավթային ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության համար խոչընդոտներ ստեղծվեն։ Հիմա դուք տեսնում եք, այն ինչի մասին որ մենք հիմա խոսում ենք, այսինքն Իրանը դուք տեսնում եք, որ ինքը ցանկանում է գնա խաղաղության։ Իրանը ցանկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունը հստակեցնել, հարաբերությունը կարգավորել, որ չէ, բայց դրա հետ կապված մենք խնդիր չենք ունենալու։ Այսօր մի հատ հասարակ բան ասեմ ձեզ, մի հատ հրթիռ գնացել է դեպի Ինջիրլիկ բազա։ Հալավ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան օդում հարվածել են, հասկացանք, չի հասել բազային, Թուրքիայի տարածքին չի խփել, բայց Նախիջևանի տարածքին խփել է, չէ՞։ Նախիջևանի տարածքին հրթիռ է խփել, ժողովուրդ ջան։ Մինչև այսօր չեն կարողանում պարզել, թե այդ հրթիռը որտեղից է եկել։ Այդքան արբանյակ կա վերևում, մեկը չֆիքսեց այդ հրթիռը որտեղից է եկել։ Հո մենք չենք մտածում, լավ, այդ հրթիռը համարեք Ադրբեջանը պրովոկացիա արել։ Համարենք Իսրայելը Իրանի տարածքից է խփել։ Համարենք ընդհանրապես Իրանի տարածքից չեն խփել, մի երրորդ երկրից են խփել։ Բայց ի վերջո փաստա չէ, որ կարող է մի հատ հրթիռով խփեն, մինչև հիմա չկարողանանք հասկանանք ով խփեց, ում խփեց։ Բավարար լարված իրավիճակում առիթից օգտվեն։ Մեկի մտքով էլ անցնի Հայաստանի հետ կապված ինչ-որ բան անի։ Դուք չեք տեսնում ամերիկյան բազաները ինչ աշճանի են խոցելի Իրանի համար։ Հայաստանը ունի այդ հնարավորությունը, Ռուսաստանի հոբ համակարգերով է անում, արդեն ամերիկյան հոբ համակարգեր ունենք, ֆրանսիականը ունենք տեղակայված, բայց ինչի վրա ենք տենց ոգևորված ու շատ հանգիստ։ Ինչն է պատճառը, որ որևէ մեկը պրովոկացիա չի անի։ Եթե մանավանդ մենք պարզ տեսնում ենք, որ տենց է չկարողացան բացահայտել պրովոկացիա թե ոչ, ում տարածքից է այդ հրթիռը թռել։ Վերջ, ու մեր կողքը է Նախիջևանը ասե։ Ու նույնիսկ չգիտենք Հայաստանի վրով է թռել թե չէ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի հետ։ Երկու կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը։ Անկախ նրանից Ռեզա Փահլավին շանս ունի Իրանում գալ իշխանության, որովհետև այնպես չի, որ Իրանի համար դա շատ լավ ալտրանք է, այսինքն կրոնապետությունը ուղարկենք տուն, որ կրոնապետությունը եկել է տուն ուղարկել շահի իշխանությունը, հիմա շահի թագաժառանգին հետ բերենք, դարձնենք իշխանություն։ Շատերի մոտ թվում է, թե դա լավագույն տարբերակն է, դա այդքան էլ այդպես չի։ Ուղղակի տոտալիտար իշխանության պարագայում այլ լիդերներ շատ դժվար է եղել, որ ի հայտ գան։ Բայց ինչ, համենայն դեպս, եթե մենք նույնիսկ մտածենք, որ Ռեզա Փահլավին ֆալս ստարտ տվեց, Ռեզա Փահլավին սխալ հայտարարություններ արեց, որ դրսից ասեց, էսա գալու ենք օգնության, էսա Ամերիկան գալիս է, էսա անելու, այն անելու, Ամերիկան խոսում է, որ պատերազմի արդյունքում Իրանի տարածքը կարող է փոխվի, դրանից հետո հայտարարել, որ Ամերիկայի օգնությամբ մենք կարող ենք երկրում բան փոխել, դա նշանակում է ուղղակի պետական դավաճանություն, բայց դա մեր գնահատականն է Հայաստանից։ Իսկ Վոլոդիմիր Զելենսկու գնահատականը նա է։ Այսօր Իրանը աջակցում է Ռուսաստանին, Ռուսաստանը հարվածում է Ուկրաինային,
այսօր իր համար ցանկացած ուժ, որը կարող է պայքարել Իրանում իշխանությունը փոխելու, ինքը դա պետքա ողջունի։ Այնպես չի, որ ես մտածում եմ, որ Փահլավին այսօրվա դրությամբ շատ լավ դիրքերից է հանդես գալիս կամ շատ լավ ձևով է տանում իր քայլերը, կամ էլ թե չէ իր շանսերը մեծ են հետ գալու, բայց նորից ասեմ, դա Հայաստանի կարծիքն է, իսկ Իրանի կրոնապետությունը Ուկրաինայի համար թշնամի է ու պատահական չի, որ նաև Իրանից էլ են ասում, Ուկրաինան կդառնա լեգիտիմ թիրախ, եթե ինքը օգնում է այն երկրներին, որոնք պայքարում են Իրանի դեմ։ Այսինքն սա էլ մենք իմանանք, այս հարցում Ուկրաինայի տեսակետը ես բացատրեցի, որ այնպես չի, որ այո, Զելենսկու տեսակետը միանգամայն հասկանալի է, բայց Փահլավի դիրքերը այդքան էլ կայուն չեն։ Կամ իր դիրքորոշումը այդքան կայուն չի, որտեղ ինքը ուղղակի ողջունում է Ամերիկայի ճնշումները։ Այդպիսի ծանր հարվածներ Ամերիկան տա, դու ասես ես Ամերիկայի կողմից գալիս եմ, մանավանդ մարդիկ հիշում են, որ 2023 թվականին Ռեզա Փահլավին գնաց Իսրայել, այսինքն իր մտերմությունը Իսրայելի հետ, ընտանեկան կապերը հրեական եւ այլ, այսինքն իրան շատ ուրիշ ձևի կապում է, այսինքն դա խնդիր է առաջացնում։ Իրանում Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը նույնիսկ շատ ավելի վատ է, քան անգամ Միացյալ Նահանգների։ Այսինքն այդ ամեն ինչը մենք հաշվի առնենք, բայց իհարկե Ուկրաինայի շահերից է բխում, որ այս իշխանությունը տապալվի։ Մենք էլ լինենք, տենց կվարվեինք։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի դեմ գլոբալ եւ տարածաշրջանային պայքարը, որը գլխավորում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, սրվում է եւ մտնում վճռորոշ փուլ, որը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Այդ արտահայտությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, ինձ հիշեցնում է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ամեն ինչ գնում է ըստ պլանի։ 3 օրվա պլանը գծած էր, 4 տարուց ավել է կռվում են։ Այսինքն ասել, որ մենք երբ որ ասում եք ինչքան պետք է այդքան կկռվենք, նշանակում է ձեր դրած նախնական պայմանավորվածությունը դուք չկարողացաք կատարել։ Իսկ դա լրացիչ վտանգ առաջացրեց։ Այսինքն եթե Վենեսուելայում գնացին, առևանգեցին Նիկոլաս Մադուրոյին եւ տարան կողեցին բանտ, անկախ նայած մեկը կարող է ասի օրենք խախտեցիք, ինչ գործ ունեք միջազգային օրենքներ խախտել, երկրի ինքնիշխանությունը գնաք տանեք, բայց դա այնքան նուրբ ձևով արվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների, անգամ չհասցրեցին քննադատել, արդեն Մադուրոն ընդեղ էր։ Իրանի հետ կապված այդպես չեղավ, հենց ձգձգվեց, տակից խնդիրներ առաջանում էր։ Ինչի արեցիք դա, ինչու հիմա հարվածեցիք, ինչու լավ չէիք նախապատրաստված, կամ ի վերջո իմաստը որներ դա անել եւ այլ եւ այլ։ Այսինքն դրանք լուրջ խնդիրներ են առաջացնում։ Ինչքան ձգձգվեց, այնքան խնդիրներ է առաջացնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել նշելով, որ կանխել են Իրանի ծրագրերը։ Իրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը եւ ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը։ Ինչպես Իրանը, այնպես էլ այդ ծրագրերը այժմ մեռած են, գրել է Թրամփը։ Նախ Մերձավոր Արևելքը գրավելու որևէ ծրագիր Իրանը չի ունեցել եւ Դոնալդ Թրամփը չի կարող այդպիսի բան ներկայացնել, որտեղ երբ որ ինքը գույքի առքովաճառքով էր զբաղված, Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները որևէ տեղեկանք չունեն, որը դրացել են Դոնալդ Թրամփի սեղանին եւ ասեն, գիտես ինչ, եթե դու հիմա չհարվածես, ինքը մտնում է Մերձավոր Արևելքի երկրները գրավելու։ Չի կարող նման բան լինել։ Դա անլրջացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների խոսքը։ Իսկ մի օր Դոնալդ Թրամփը կարող է խոսի իր խոսքը չանլրջացնի։ Այտենց օր չի եղել, ժողովուրդ ջան, կարող եք դստել, հերթով նայել, տենց օր չի եղել։ Այսինքն դու հիմա ուզում ես արդարացնես, ես խփեցի, որովհետև իրանք էին սկսելու պատերազմ, իրանք պատերազմ չէին սկսում։ Եթե դու ուզում ես արդարացնես այդ պատերազմը, Իրանը այնքան բան արել, որ Իրանին մեղադրելու այնքան բան կա, բայց երբ որ դու ձգձգվում է պատերազմը ու տեսնում ես նորմալ արդյունք չկա, որի արդյունքում քեզ պատասխան են պահանջում, ասում են մի հատ կարող ես ասել, ես ինչի համար արեցիր, Իսրայելին պաշտպանելու համար արեցիր եւ այլ, այս ամեն ինչը կանխելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք է ճիշտ այնպիսի արդարացում, ինչպես 2003 թվականին հարձակվեցին Իրաքի վրա, երբ որ ասին, բալավ ինչ թե իրենք պետք, ոնց որ թե որքան հասկանում ենք, Իրաքը մտել էր Քուվեյթ, ՄԱԿ-ը որոշումը կայացրեց, Ամերիկայի Միացյալ Նահանգները գնաց, կոալիցիոն ուժերով տապալեցին,
ծրագրերը դուք շպրտեցին Քուվեյթից։ Հիմա 2003 թվականին իմաստը որներ գնալ Իրաք։ Ոնց իմաստը որներ։ Զանգվածային ոչնչացման զենք ունեին եւ դա խիստ վտանգ էր աշխարհի համար։ Գնացին զանգվածային ոչնչացման զենքը մանեկան չգտան, Սադամ Հուսեյնին ոչնչացրեցին, մինչև այսօր այդ զենքը մանենգալի չեն գտնում։ Եվ հետո խոստովանեցին, որ այդ զենքը չի եղել։ Այսինքն եթե Դոնալդ Թրամփին պետքա պատճառ, այդ պատճառը որևէ մեկը լուրջ չի ընդունելու, որովհետև պետք է ասի մի հատ դիր սեղանին, մի հատ իմանանք, թե դու կոնկրետ ինչ փաստեր ունեիր, որ Իրանը հարձակվելու է Մերձավոր արևելյան երկրները գրավելու։ Կոնկրետ փաստ ունես, թե չէ, ինչի վրա է հիմնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կարծիքը։ Այդքան կարելի է անլրջացնել այդ պաշտոնը։ Իմիջիալոց մի բան կար, որ այսօր չի նյութ է եղել, բայց քանի որ Հայաստանի հետ առնչվում էր, այնքան խառը ինֆորմացիա կար, չէր հաջողում դրան անդրադառնամ, բայց ինչով է դա մեզ հետ առնչվում, հիմա կասեմ։ Ֆրանսիայի եւ Հունաստանի առաջնորդները Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ խոստացել են պաշտպանել Եվրամիության անդամ կղզի պետությունը ցանկացած հարձակումից, ԱՄՆ եւ Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծության ֆոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լիակատար համերաշխություն է հայտնել Կիպրոսի հետ, որտեղ այս ամիս անօթաչու թռչող սարքով ենթադրաբար Իրանի կողմից կատարված պատասխան հարվածի թիրախ է եղել բրիտանական ռազմական բազան, նվազագույն վնաս է հասցվել, բազային վիրավորներ չեն եղել։ Անօթաչու թռչող սարքի հարվածին ի պատասխան Հունաստանը եւ Ֆրանսիան ռազմանավեր ու այլ ռազմական միջոցներ են ուղարկել միջերկրական ծովի արևելյան կղզի, մինչդեռ Եվրամիության մյուս անդամները խոստացել են նմանատիպ աջակցություն։ Երբ ինչ-որ մեկը հարձակվում է Կիպրոսի վրա, նա հարձակվում է ամբողջ Եվրոպայի վրա։ Մենք ձեր կողքին ենք, հայտարարել է Մակրոնը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ Պաֆոսի արևմտյան նավահանգստային քաղաքում կայացած բանակցություններից հետո։ Ինչու եմ ասում, որ դա այսօր չի կայացել, որ իմանաք, որ այդ դուրը կարող է լսածլնեք, բայց ինչու եմ ես այսօր սրան անդրադառնում, ինչքան ենք մենք ասել, որ Եվրոպայի հետ հարաբերություն ունենալով մենք կլուծենք նաև անվտանգության հարցը։ Եվ ասել ենք, որ այդ հարցում մենք բարեբախտաբար ունենք բարեկամ երկիր Ֆրանսիա, որին ինչպես տեսնում եք, հետևողական նեղացնում ենք։ Նեղացնում ենք այն աշճան, որ արդեն Ֆրանսիան ասում է, բայց ինչի վատամարտ դառնամ Ադրբեջանին, եթե դուք արդեն Ադրբեջանի հետ այդքան լավ եք։ Բայց ինչի ենք դա ասում։ Կիպրոսը ՆԱՏՕ-ի անդամ չի։ Կիպրոսը կուզենա դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց գիտի, որ Թուրքիան դեմ է, որովհետև Կիպրոսի հյուսիսային հատվածը օկուպացրել է դեռ 1974 թվականին Թուրքիան։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ մի պարագայում չի ցանկանա, որ Կիպրոսը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ դուք պատկերացրեք, ինչ խնդիր կարող է առաջանալ կղզում։ Բայց Կիպրոսը Եվրամիության անդամ է 2004 թվականի մայիսի 1-ից։ Այսինքն այդ պետությունը լինելով Եվրամիության անդամ, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, այդ պետության հետ կապված ցանկացած ոտնձգությանը անմիջապես արձագանքում է Ֆրանսիան եւ Հունաստանը։ Համարենք հույներ են ապրում, Հունաստանը այսպես թե այնպես պետք է արձագանքեր, բայց Ֆրանսիան ինչ է արձագանքում։ Այսինքն Ֆրանսիայի պես պետություն ունենաս թիկունքիդ եւ դու մտածես, որ դու անվտանգության հետ կապված պետք է որոնումների մեջ ելնես, քայլ անելով դեպի Եվրամիություն, դու քայլ ես անում նաև Եվրամիության հետ կապված անվտանգային ճկուն համակարգ։ Հեշտ պարտադիր չի, որ դա լինի ՆԱՏՕ։ Պայմանականորեն ասենք դիմում ենք Եվրամիության անդամակցության, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի, բայց հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ն կարող է մեզ համար իրատեսական չլինի, բայց եւ դրա հետ կապված ունենանք եվրոպական անվտանգություն։ Ունենանք անվտանգային այնպիսի բլոկ, այնպիսի ճկուն համակարգ, որոնք կանգնած են Ուկրաինայի թիկունքին, որտեղ բոլորը չի, որ Եվրոպայի անդամ Եվրամիության անդամ պետություններ են։ Հիմա ավելի առարկայական օրինակ Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը Այն ինչ ենք ուզում որ լինի, որ մենք հասկանանք, այս անորոշությունը ինչպես կարող ենք փարատել, եթե մենք հայց ներկայացնեինք Եվրամիության անդամակցության ու հեչ պարտադիր չի, որ շատ արագ անդամ դառնաս։ Պարտադիրը առաջի քայլը անես եւ ասես դե մեզ տեր կանգնեք։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մերժել է այն գաղափարը, որ պատերազմի ավարտը կարող է լինել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ բանակցությունների միջոցով։ Այսինքն սա էլ ուզում եմ ասեմ, որ նաև խորհրդարանը մենակ ուժային կառույցները չեն, մենակ նորընտիր գերագույն առաջնորդը չի, հերթով բոլոր օղակները իրենց հայտարարություններով պնդում են, որ դա այդպես չի լինելու։
մենք հաստատ չենք փնտրում հարադադար, մենք կարծում ենք, որ ագրեսորին պետք է հարվածել, որպեսզի նա դաս քաղի, երբեք չմտածի մեր սիրելի Իրանի վրա հարձակվելու մասին, գրել է խոսնակը։ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի կղզիներ ցանկացած ներխուժման դեպքում Պարսից ծոցը կողողվի զավթիչների արյունով։ Ահա ես սա նաև ասում եմ, որ բոլոր օղակները այսօր Իրանի որևէ մեկը պառակտված հանդես չի գալի, բոլորը միասնական հանդես են գալի եւ պաշտպանում են իրենց իշխանությունը։ Այլ խնդիր է, թե մենք ինչ կուզենայինք, որ Իրանի հետ ինչ լիներ։ Այլ խնդիր է, որ մենք կուզենայինք, որ կրոնապետություն չլներ մեր հարևան պետությունը։ Այլ խնդիր է, որ մենք կուզենայինք ինքը Եվրոպայի հետ լավ լիներ, որ մենք մեջտեղից չկիսվեինք, իմանայինք ոնց հարաբերություն պահենք Իրանի հետ եւ Ամերիկայի հետ կամ Եվրոպայի հետ։ Դա ուրիշ այլ խնդիր է, դա մեր նախասիրությունները կարող է լինել, թե ինչպիսին կուզենայինք տեսնենք Իրանը, բայց ինչպես տեսնում եք, այսպիսի ծանր հարվածներից հետո Իրանի իշխանությանը չեն տապալում։ Չտապալելով փաստի առաջ են կանգնացնում նաև մեր նման երկրին, որովհետև եթե Իրանը կարողացավ իր ուժերը հավաքել, պետք է մեզ ասի Ամերիկային կասեք իր իրերը հավաքի եւ Հայաստանից գնա։ Տեղից էլ Ամերիկան չի ելեկե, ուր մնաց թե մի հատ էլ գնալու մասին լինի խոսքը։ Պատահական չէ, չէ՞ նորից հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանը ինչի շատ արագ ասեց, որ թրիփի հարցը անորոշ ձգձգվում է, որտեղ հասկացավ, որ այլևս ինքը չի կարող ասի Իրան ես քո հետ շատ լավ եմ, հիմա Ամերիկայից եկել են թրիփի չափուձևն են անում, հիմա այսա ճանապարհը կառուցելու են, որ դա կարող է լուրջ սրում առաջացնի նաև մեր երկրի համար։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում ռեժիմի փոփոխության ծրագրերը ձախողվել են։ Նրանք կարծում էին, որ կարող են 2-3 օրում հասնել ռեժիմի փոփոխության եւ արագ հաղթանակի, բայց ձախողվեցին։ A պլանը ձախողվեց, հիմա նրանք փորձում են իրականացնել այլ ծրագրեր, բայց նրանք նույնպես ձախողվում են։ Չեմ կարծում, որ նրանք ունեն որևէ իրատեսական վերջնախաղ։ Պարզապես սկսել են կուրորեն հարձակվել մեզ վրա, ասել է Իրանի արտգործնախարարը։ Արարչին հայտարարել է, որ Իրանի հակառակորդները չունեն հակամարտությունը դադարեցնելու իրատեսական սցենար։ Երկրի դեմ հարձակումները շարունակվում են առանց հատուկ ռազմավարության։ Այսինքն սա նաև խոսում է այն մասին, որ դուք տեսնում եք, որ իսկապես այդ առաջի քայլով չտապալելը դա արդեն ձախողում է։ Ու այս քայլերի հետ կապված ինտենսիվությունը հարված հասցնելու պաուզաները եւ մյուսը խոսում է այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելին պետք է մի հատ ուժերը հավաքել, պետք է մի հատ հասկանալ, թե ինչ անել նոր իրավիճակում։ Ցամաքային գործողությունը շատ լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում, Իրանային պետությունը չի որ ցամաքային գործողություններով ծնկի բերեց, ցամաքային գործողություն որտեղից կիրառեց, բացի դրանից դրա համար արդեն կոնգրեսի համաձայնություն կպահանջվի, բացի դրանից կարող է նաև այդ խնդիրը նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ չկարողանա կնեսետում համաձայնության գալ, որտեղ այնպես չի որ վարկանիշի եսիմ ինչպիսին է, ինքը ցանկացած առիթով իրան ասում են արածդ ինչ է, ուզում է իր փրկես Իսրայելին, հույսը դրել էր միայն Թրամփի վրա։ Շուտ Թրամփի միջոցով դա անենք, Թրամփը որ գնա պրոբլեմ կունենանք։ Այն աշճանի ամփույթ ու անտակ տնես, որ դնես Ամերիկայի Միացյալ Նահանգների արածը ջուրը լցնես, ասես մենակ Թրամփով է պայմանավորված։ Թրամփը վաղը լիազորություն չունենա, այդ ժամանակ ով է քեզ պաշտպանելու։ Նեղացած Ամերիկան։ Շատ չմանրամասնեմ, երեք դա անդրադարձել ենք։ Ու դա է պատճառը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից փորձում են ձև գտնեն, որ բացատրեն, մանավանդ որ առաջի դեպքը չի, որ խոսքը գնում է ցամաքային գործողության մասին, բայց հասկանում ենք, որ դրա տակ շատ լուրջ վտանգներ կա։ Դրա համար հիշեցնենք նաև Քերոլայն Լևիթը, որ հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը, Թրամփը չի բացառում Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը։ Ռազմական գործողությունը կավարտվի, երբ նախագահը որոշի, որ հասել են նպատակներին, եւ Իրանը հանձնվել է, անկախ նրանից, թե նրանք դա ասում են թե ոչ։ Նախագահ Թրամփը չի սպասում, որ իրանական ռեժիմը ինքնուրույն կհամաձայնվի հանձնվել։ ԱՄՆ ռազմական գործողությունը կավարտվի միայն Իրանի անվերապահ հանձնվելու դեպքում, եւ նախագահ Թրամփը ինքը կորոշի, թե ինչն է համարում հանձնվել։ Այսինքն Դոնալդ Թրամփը կանգնեց ու ասեց. մենք հաղթել ենք, վերջ, դե եթե ինքը ասել է հաղթել ենք, ելով կարա կասկածի։ Այսինքն ինչ որն է այդ հաղթանակը, ինչ է արձանագրվել։ Իրանի ռեժիմը տապալվել է, ոչ։ Միջուկային ամբողջ արսենալը վերացրել ես, ոչ։ Լաբորատորիաները հենց վերացրել ես, որ միջուկային զենք այլևս չեն ստանա, ոչ։
Բալեստիկ հրթիռները անեցես վերացրել, որ գիտես, որ հաստատ իրանք չեն վերականգնի եւ Իսրայելը չեն ոչնչացնի, ոչ, ինչ խնդիր ես լուծել։ Բացի բարդություն ստեղծելու նաեւ Իրանի հարևան Հայաստանի համար։ ԱՄՆ նախագահ Տրամպը կավարտի միայն Իրանի ավերապահ հանձնվելու դեպքում, Պենտագոնը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ իսրայելական ուժերի հարձակման հետևանքով 140 ամերիկացի զինվոր է վիրավորվել, իհարկե տարբեր թվեր են ասում 4 հոգի զոհվել, հետո 12 հոգի, հետո տարբեր թվեր, այնպես չի, որ ես կարող եմ ասել, որ դրա ստույգ թվեր են ասում, բայց դա կապ չունի։ Ամեն դեպքում դա խնդիր է, որ իրանք հասկանում են, որ եթե մտնեն ցամաքային գործողության, դա շատ դուր ծանր հետևանքներ կունենա։ Մանավանդ 2021 թվականին Աֆղանստանից փախուստը ամերիկյան զորքերի դեռ այդ շոկը իրանց մոտից չի անցել ցամաքային գործողությունը, որը կարող է ունենալ լուրջ հետևանքներ։ Այսինքն իրանք պետք է այնուամենայնիվ փորձեն հաջողության հասնել այսպիսի հարվածներով, որը առաջում ցույց է տալիս, որ այդքան էլ արդյունավետ չէ։ Մի բան էլ էլի անդրադարձել էր Ֆրիդրիխ Մերցը, դա այսօր չէր ասել, բայց ուղղակի էլի կարևոր էր, որ ցույց տանք, որ նաև Եվրոպայի վերաբերմունքը մենք շահագրգռված չենք ոչնչացնել Իրանի տարածքային ամբողջականությունը, նրա պետականությունը կամ տնտեսական կենսունակությունը։ Լիբանանում, Իրաքում կամ տարածաշրջանի այլ պետություններում նման սցենարները վնասակար կլինեն մեզ բոլորիս համար։ Սա ազդում է մեր անվտանգությանը, մեր էներգամատակարարման եւ միգրացիայի հետ կապված հնարավոր զարգացումների վրա։ Եվ պատահական չէ, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ գրել է, նա ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության եւ անցյալի մասին։ Քանդողները եկել են, գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Սա էլ այս վերջի օրերի ընթացքում այս նույն ակտիվությամբ դուք տեսնում եք, որ ինչպիսի հոխորտանք գալիս է Իսրայելից, գալիս է բանից, Ամերիկայից, պատասխանել գնում է Իրանից։ Եվ դա ավելի է բարդացնում իրավիճակը։ Մասուդ Փեզեշքյանը նաև ասել է, Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այն ռազմաբազաներին, որոնցից հարձակումներ են իրականացում իրանական տարածքի վրա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադրություն չունի հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ, միայն այն բազաները, որոնցից հարձակումներ են իրականացում մեր տարածքի վրա, կթիրախավորվեն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։ Բայց մի բան էլ ասել էր Բենյամին Նեթանյահուն իր դեմքը փրկելու համար, էդ էլ այսօր չի ասել, բայց հետաքրքիր էր ասել անպայման անդրադառնամ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի վրա հարվածները արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը։ Մենք կհասնենք փոփոխությունների Իրանում եւ մենք արդեն իսկ զգալի փոփոխությունների ենք հասնում Իսրայելի միջազգային դիրքի հետ կապված, նշել է Նեթանյահուն։ Ես չեմ կարծում, որ Իսրայելի միջազգային դիրքը բարելավվել է Իրանի դեմ պատերազմ սկսելով։ Ընդհակառակը, եթե շատ երկրներ կան, որոնք խոսում էին Իսրայելի գոյության իրավունքի մասին, որոնք ասում էին, որ այո, ինչ ասել է իսլամիստ ահաբեկիչները ցանկանում են այդ պետությունը վերացնել։ Ով եք դուք, որ դուք մտածեք այդ պետությունը վերացնել, դա պատմական պետություն է, դա լուրջ պատմություն ունեցող քաղաքակրթություն է եւ այլ եւ այլ։ Նման կարծիքը պարբերաբար հայտնել եմ նաև ես։ Եվ ինչ է նշանակում 22 արաբական պետություն պետք է լինի, հայրական պետություն չի լինելու։ Մանավանդ երբ որ հղում ենք անում ՄԱԿ-ի ասամբլեային 1947 թվականի նոյեմբերի 29-ին, նրանք այդ որոշումը կայացրել են ստեղծել Պաղեստին աշխարհագրական տարածքում երկու պետություն, հայրական, արաբական, անունը չեն էլ դրել Պաղեստին պետություն ստեղծել։ Այդ հետո ուղղակի ընդհանուրի աշխարհագրական տեղանունը դրել են այդ պետության վրա։ Այսինքն սրա մասին չի խոսքը, բայց այն ինչ որ անում է Իսրայելը, համարելով որ դա անում է Իսրայելից, խիստ կասկածում եմ որ դա Իսրայելից է, որտեղ Թրամփի հետ զուգակցված Բենյամին Նեթանյահուի արածը եւ Թրամփը ես ասել եմ, այնպես է սիրում Իսրայելին, որ այդ սիրով կարող է ուղղակի խեղդի։ Մեծ վտանգ է իրանց համար ստեղծում։ Եվ ես չեմ կարծում, որ աշխարհում շատ երկրներ կգտնվեն, որոնք կարդարացնեն Իսրայելի այսօրվա քայլերը։ Ես չգիտեմ, թե ինքը միջազգային դիրքը բարելավել ինչ է հասկանում, բայց ես կարող եմ ասել, որ միջազգային այն երկրները, որոնք այնուամենայնիվ պաշտպանում էին Իսրայելին իրանց ինքնապաշտպանության իրավունքի համար, հիմա շատ զգուշ են այդ պաշտպանելու հարցում։ Եթե նույնիսկ Իսրայելին չեն դատապարտում, համենայն դեպս չեն էլ պաշտպանում։ Չգիտեմ ինքը որ երկրներին կարող է օրինակ բերի, եթե ինքը այդ երկրների օրինակը կբերի, ես ձեզ անպայման այդ երկրները կներկայացնեմ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասվում է Իրանը հրթիռային հարձակումներ է իրականացրել Քաթարի, Ալ-Ուդեյդ, Քուվեյթի, Քեմփ Արիֆչան, Իրաքի ամերիկյան բազաների վրա զանգվածային հարձակումը նաև ուղղված է եղել տարածաշրջանում ԱՄՆ 5-րդ ռազմածովային նավատորմի եւ որ ԱՄՆ բանակի գործառնության կառուցվածքը ոչնչացվել է։ Այսինքն իրանք կոնկրետ ասում են արաբական երկրներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, եթե ձեր տարածքը օգտագործում է մեր դեմ, դուք պատասխան եք ստանալու։ Արաբական երկրները, որոնք Միացյալ Նահանգներին բերել էին իրանց տարածքը եւ ողջավորված էին, որ իրանց անվտանգությունը երաշխավորված է, մարդիկ ասում են, ձեր անվտանգությանը ով էր վտանգում։ Հիմա Դոնալդ Թրամփն ասում է, եթե մենք ձեր երկրում չլնեինք, Իրանը ուզում էր ձեզ գրավի։ Այդ դրա համար մենք այդտեղ էինք։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների բազան գտնվելով այդ երկրները դարձան թիրախ եւ իրանց տնտեսությանը շատ ծանր հարված հասցրեց, ռեպուտացիոն հարված հասցրեց, որովհետեւ նրանք туриզմը, այսօր նրանց туриզմը հասել է այնպիսի մակարդակի, որ նրանք մտածել են վաղ թե ուշ նավթ չի լինելու, մենք այդ փողերը դնենք այնպիսի բանի վրա, որպեսզի վաղը մյուս օրը մեր տնտեսությունը ծախսի։ Անապատներում պալատներ են սարքում մարդիկ, որպեսզի նավթից կախվածություն չունենան, բայց մի հատ հարվածը իրանց երկրներին, մի հատ նայեք հյուրանոցների վիճակը ինչա, մի հատ նայեք անշարժ գույքի վիճակը ինչա, եւ փաստորեն ստացվեց, որ ամերիկյան բազան, որպեսզի նրանց անվտանգությունը պահեր, ամերիկյան բազան դարձավ իրանց համար վտանգի թիրախ, որի հետ կապված փաստորեն իրանք հարված ստացան։ Այդ խնդիրը լուծված չի։ Եվ դրա համար Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացնելը որ հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ ռմբակոծությունների արշավը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի պնդելով, որ հարվածների լուրջ կորուստներ են հասցրել իրանական ուժերին։ Այո, գործողությունը կշարունակվի առանց ժամանակային սահմանափակման, այնքան որքան անհրաժեշտ է, մինչև բոլոր նպատակների հասնելը եւ արշավի ելքի որոշումը, ասել է Կացը, բա որտեղ մնաց ձեր նույն օրը տապալելը, որտեղ մնաց 4 շաբաթը, որտեղ մնաց մաքսիմում 6 շաբաթը, որտեղ մնաց առհասարակ ձեր բոլոր պլանները։ Նախարարը հավելել է, որ Թեհրանում եւ ողջ երկրի տարածքում հարվածները շարունակվելու են օր-օրի թիրախ առ թիրախ։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հարձակումները շարունակվում են, որպես Իրանի ժողովրդի հնարավորություն տրվի ապստամբել, գործել եւ տապալել այս վարչակազմը, հավելելով, որ ի վերջո դա էլ հենց իրենցից է կախված։ Սա առաջի դեպքը չի, որ Իսրայելի պաշտոնյաները հույսները դնում են, որ Իրանում ժողովուրդը ոտի կանգնի։ Մենք հարվածենք դրսից, ժողովուրդը ոտի կանգնի, սատարի Ամերիկային եւ սատարի Իսրայելին։ Շատ վատ տարբերակ է կընտրել։ Հենց հարվածում եք նույնիսկ նրանք, ովքեր կրոնապետությանը դեմ են, համախմբվում են միայն նրա համար, որ իրանք չհամարվեն օտարի գործակալ։ Բարդ չի ինձ թվում այդ ամեն ինչը հասկանալ։ Մի հարցել, որ Ռումինիան եւ Ուկրաինան ստորագրել են անօթաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին համաձայնագիր, արտադրությունը նախատեսվում է տեղակայել Ռումինիայում։ Ինչպես տեսնում եք, անօթաչու թռչող սարքերի հետ կապված Ուկրաինայի փորձը կարևոր է բոլորի համար։ Ինչպես տեսնում եք, շատերը այդ փորձը օգտագործում են, համատեղ ձեռնարկություններ են դնում եւ այլ եւ այլ։ Իսկ հիմա եթե մենք նայենք ներ պետական խնդիրները, Նիկոլ Փաշինյանը հերթական իր այցելություններն էր, անունն էլ դերել է քարոզ արշավ, չնայած ընտրությունների քարոզ արշավի պաշտոնական փուլը դեռ հայտարարված չէ, բայց միևնույնն է իրանք դա անունը դրեցին քարոզ արշավ, այդպես էլ տարածեցին, դե ոչինչ, իրանց համար օրենքը խախտելը ոչ մի հարց չի, բայց եւ միևնույն ժամանակ կարելի է էլի գնալ հասարակության հետ շփվել, ծանոթանալ խնդիրներին, խնդիրներին, նրանց հետ քննարկել ամեն ինչ, ինչպես տեսնում եք, մենք էլ ենք դա անում, մի զարմանալու բան չկա, մարդիկ այնպես խնդիրներ են բարձրացնում ու շատ զարմանալի, թե իրանք ինչ չափի են նաեւ տիրապետում աշխարհում կատարվող իրադարձություններին։ Այդ շատ է ինա թվում, թե մարդիկ տեղյակ չեն ինչա կատարվում։ Բայց եւ միևնույն ժամանակ երջանկացած ավտոբուսը նստել են, երգեր են մանգալի, քվեարկում են, որոշում են, հա, թե որ երգերը պետք է լսենք, մեր ուրախ ավտոբուսով ճանապարհ գնանք։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ խաղաղություն եք բերել եւ այդ խաղաղությունը ձեզ իրավունք է վերապահում ուրախ ավտոբուսով շրջել, երբ որ ինչպես տեսնում եք, ամբողջ աշխարհը խառնված է Իրանի հետ կապված, տագնապած է, թե ինչա կատարվելու։ Հիմա դուք պատկերացրեք ամբողջ աշխարհում ինչ է կատարվում, մարդիկ Հայաստանի քաղաքացին ուզում է հասկանա, գլուխ անի աշխարհում ինչ է կատարվում եւ ինչ է կարծում, նա պետք է լսի, տեսնի իշխանություններն ինչ են անում։ Որևէ պաշտոնյա ինքը հոդաբար բացատրություն ունի, թե ինչ է կատարվում եւ ինքը ինչից զգուշ լինի, ինչին ուշադիր լինի, ինչին հետևի,
ի վերջո ո՞րն է բխում Հայաստանի պետության շահից, հայ ժողովրդի շահից։ Հիմա վերջը Իրանում ինչ լի որ մեզ համար լավ լինի, Ամերիկայում ինչ լի որ մեզ համար լավ լինի։ Ումից է մարդը դա իմանալու, եթե ոչ իր իշխանությունից։ Ինչ եք պահանջում, որ ժողովուրդը գրեն Նիկոլ Փաշինյանի էջի տակ, որ գիտեք մենք հավանում ենք այս երգը, ձեր ուրախ ավտոբուսով այս երգը դրեք։ Իսկ մեր շուրջը չեք տեսնում ինչ է կատարվում։ Այսինքն ամբողջ խնդիրը դրած է, թե ինչպես ընտրվենք, թե ինչ անենք։ Դրա համար ընտրությունների հետ կապված մի բան էլ ես կարճ ասեմ, ինչքան որ կհասցնեմ։ Նախ հաշվի առնով տեսնում եք, թե ինչ ագրեսիվ ձևով քարոզչություն է գնում, հնարավորինս ձեր աջակցությունը շատ կարևոր է նյութերը տարածելու հետ կապված հարցերում, այսինքն եւ դուք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, բացի դրանից էլ տարածեք այդ նյութերը ձեր մոտիկների հետ միասին, դրսում եք ապրում, ասում եք ինչով օգտակար լինենք, շատ մարդիկ են գրում, ուզում եք օգտակար լինեք, ձեր ծանոթներին գրեք, ասեք նյութեր ուղարկեք, շատերը ինձ գրում են ու ասում են այո այդ նյութերն ուղարկում ենք, եթե ցանկություն կունենաք ձեր ֆինանսական մասնակցությունն ունենաք այդ ամեն ինչին, կարող եք նաև նյութերի տակ կա տվյալները բոլոր բանկային փոխանցման, արագ փոխանցման, Patreon համակարգի, թե PayPal համակարգի, բացի դրանից անպայման բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի Facebook-յան էջին, նաև հարցեր, եթե ցանկանում եք կուսակցության անդամագրության, դիմեք, նաև մարզային լիազորների հետ պայմանավորվեք, դիմեք, մասնակցեք, որտեղ ես ասել եմ, որ ես ընտրել եմ այդ կուսակցությունը, ես ընտրել եմ այդ կուսակցության հետ ընտրությանը մասնակցելը։ Այսինքն նույնը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ։ Եվ եթե ինչ-որ խնդիրներ կլինի, որ տեսնում եք այս կազմակերպական հարցերում կարող եք օգտակար լինել, կապ կհաստատեք Գուրգեն Սիմոնյանի հետ, ինքն է ձեզ կասի տարբերակներ, կհանդիպեք, թե փոխանցեք, թե ինչ կանեք, այդ ամեն ինչը քննարկեք իր հետ եւ պատկերացրեք, որ ինչ անհավասար պայքարում մենք հստակ գիտենք, որ մենք մեր քայլերն անելու ենք, հետդարձի ճանապարհ չունենք, համառ ձևով առաջ ենք գնալու եւ ձեր աջակցությունը, բոլոր կարգի աջակցությունները օգնում է ավելի որակով, ավելի կազմակերպված հանդես գալու համար։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։